Վայոց ձորի գեղեցկուհին է նորավանքը։ Կարմրավուն ապառաժներով շրջապատված վանքը միշտ է այսպես մարդաշատ։ Վանական համալիրի պատմությունն սկսվում է 4-րդ դարում կառուցված Սուրբ Փոկասի հին սրբավայր մատուռից։ Նորավանքը 13-րդ դարում հռչակվել է Սյունյաց եպիսկոպոսանիստ, եղել Սյունյաց մետրոպոլիտենի նստավայրը եւ Օրբելյան իշխանական տոհմի դամբարանատեղին։ Համալիրի կազմում են գլխավոր Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին, Սուրբ Աստվածածին դամբարան եկեղեցին, արևմուտքից կից գավիթը, Սուրբ Գրիգոր եկեղեցի դամբարանն ու միջնադարյան մատուռներ։ Նորավանքը բազմիցս փորձությունների է ենթարկվել, թալանվել է տարբեր նվաճողների կողմից, ավերվել է երկրաշարժերից, կորցրել է իր հոգևորականին ու հավատացյալին, բայց ամեն անգամ ոտքի է կանգնել։ 1948 թվականին վանքը մասնակինորոգվել է, իսկ 1982 թվականին սկսվել են պեղումներն ու վերականգնման աշխատանքները։ Վերջին հիմնանորոգումը կատարվել է կանադահայ բարերարներ Դիանա եւ Տիգրան Հաջեթյանների աջակցությամբ։ 1999 թվականին Նորավանքի վերահսկման օրը հաստատվել է որպես վանքի ուխտի օր։ Հայ եկեղեցու տոնացույցում այդ օրը համընկնում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակին եւ ավանդաբար համարվում է Նորավանքի ուխտի օրը։ Հայ եկեղեցու տոնացույցում այդ օրը համընկնում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակին։ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանի հանդիսապետությամբ տոնական պատարագը մատուցեց Նորավանքի վանահայր եւ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ Վարդապետ Կաբաղյանը։ Աշխարհամատրան կիրակին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ընդհանրական եկեղեցու հիմնադրության օրն է Վերնատան մեջ։ Աշխարհի առաջին եկեղեցու հիմնադրության օրը, երբ Հիսուս վերջին ընթրիքի ժամանակ հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, ապա հարությունից հետո երկու անգամ այդ նույն Վերնատան մեջ հանդիպեց իր առաքյալներին, եւ ապա առաքյալները Քրիստոսի համբարձումից հետո Սուրբ Հոգու զորությամբ լսվեցին եւ կարելի ասել այդտեղից հիմնադրվեց բուն եկեղեցին։ Տիկին Խնկանուշը Եղեգնաձոր քաղաքից ամեն տարի այսօր ուխտի է գալիս Նորավանք։ Սրբավայրի հետ կապված հիշողություններ շատ ունի։ Երբ որ երկու կաթողիկոսները առաջի անգամ եկան Վայոց ձոր, իրենք եկան Նորավանք եւ մենք այդ ժամանակ ունենք երգչախումբ, որը ղեկավարում էր հենց հիմիկվա այս փառաբանության ավագը Սիմոնյան Մարոն, որը մասնագիտությամբ երաժիշտ է, եւ այդ երգչախմբում հավաքված էին ընտանիքներ, զույգեր, ամուսիններ, ու մենք հենց Սուրբ Կարապետում, որտեղ այսօր տեղի ունեցավ պատարագը, այդ աշճանների վրա կանգնած էինք եւ մեկը հսկում էր, հենց որ կաթողիկոսները ուզեցին մտնեն, Մարոն ձեռքերը բարձրացրեց եւ ամբողջ երգչախումբը քարաձայն սկսեց երգել ամեն հայի սրտից բխող, շատ հուզվեցին, Գարեգին առաջինը հուզվեց, արցունքներ եկան։ Նորավանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր մշակութային ու գիտական խոշոր կենտրոններից է եղել։ Տարեցները պատմում են, ժամանակին երբ չկային վանք տանող ասֆալտապատ ճանապարհներ, նրանք լեռներով, դժվարամատչելի ճանապարհներով էին ուխտի գալիս սրբավայր։ Նորավանքն այսօր էլ նույնքան հռչակավոր է ու սիրելի, ներառված է տուրիստական ընկերությունների, զբոսաշրջային երթուղիների պարտադիր ցանկերում։ Мы приехали в Армению, Սիրասլավ։ Յարոսլավլից ենք, հետաքրքրված ենք հայաստանյան մշակույթով, ուսումնասիրում ենք պատմական հուշարձաններն ու եկեղեցիները։ Վայոց ձորը շատ սիրեցինք կարմիր ժայռերի, հնամենի քրիստոնեական հուշարձանների շնորհիվ։ Հոյակերտ այս վանքը առանձնահատուկ էներգետիկա ունի։ Չգիտեմ, գուցե տեղանքի հետ է կապված, բայց եկեղեցու քանդակներով, խաչքարներով ու ճարտարապետությամբ հիացած ենք։ Մեզ հետաքրքրեց նաև Արենիի քարանձավը, որտեղից սկիզբ է առել գինեգործությունը։ 6 օր է այստեղ ենք, վառ տպավորություններ ստացանք։ Երկհարկ Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանում է Մոմիկ ճարտարապետի ձեռագրին բնորոշ նրբագեղությամբ ու վեհությամբ։ Այստեղ ամեն կիրակի պատարագ են մատուցում թեմի քահանաները։ Նորավանքը ունի հովություններ, Աղավնաձոր համայնքի եւ Ռինդ համայնքի, որ մեր հոգեորականները Տեր Ներսես քահանան եւ Տեր Արամ քահանան բարբերաբար հաճախում են այնտեղ, եկեղեցում հանդիպում են դպրոցականների հետ,
Արդեն Տեր Արամ Քահանա Կարապետյանը ստեղծում է երգչախումբ շուրջ 30 հոգի անոց երեխաների շփումը, իսկական մեծացնում ենք հովական կյանքը, նաև ակտիվացնում ենք գյուղական համայնքներում, որը շատ կարևոր է։ Որտեղ ինչպես գիտեք, մեր մարզն են սահմանամերձ գոտի է համարվում եւ պետք է որ իսկական լինի հոգեպես տոկուն, հոգեպես կայուն սերունդ պետք է դասերակել։ Բոլոր եկեղեցիներն եմ սիրում։ Պարզապես Նորավանքում մի ուրիշ զգացողություններ ունեմ, որը չեմ կարող բարձրաձայնել, դա ավելի էսպես անձնական հարթության մեջ է, բայց շատ եմ սիրում այս ձորը, լեռները, այս տեղանքը, Նորավանքը, այստեղ լրիվ ուրիշ խորհուրդ կա։ Քրիստոս ամեն, հայր մեր, օրենքինս ես։ Ավանդաբար Սուրբ Պատարագի ավարտին վանական համալիրի բակում մատուցվում է սիրո ճաշ։ Նորավանք այցելած ուխտավորները համտեսում են օրհնված հարիսա եւ կանաչ ներկված ձու։ Տոնական օրն ամփոփեց սահմանամերձ Խաչիկ գյուղի ժողովրդական պարի համույթը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։